Օրվա կարևորագույն իրադարձությունների ամփոփմամբ Լոռի հեռուստաընկերության եթերը շարունակում է Մունետիկ լրատվականը, բարև ձեզ։ Վայրկյանում մինչև 35 մետր արագությամբ քամու հետևանքով Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայում կայանված մեքենայի վրա գովազդային վահանակ է ընկել։ Բարեբախտաբար վնասները եղել են միայն նյութական, վնասվել է մեքենայի տանիքը։ Տարածքի վարձակալ Եվրոստուդիո գովազդային գործակալությունը պատրաստակամություն է հայտնել փոխհատուցելու պատճառած վնասը։ Քամու հետևանքով ևս մեկ միջադեպ է տեղի ունեցել Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի դիմաց։ Դեպքի վայրում է եղել Մունետիկի ստեղծագործական խումբը։ Փետրվարի 18-ին Վանաձորում ժամը 16-ի սահմաններում վայրկյանում մինչև 35 մետր ուժգնությամբ քամու հետևանքով Տիգրան Մեծ պողոտայում կայանված Վանաձորի քաղաքացի Ռազմիկ Մադարյանին պատկանող ԳԱԶ-21 Վոլգա մեքենայի վրա գովազդային վահանակ է ընկել։ Բարեբախտաբար կորուստները եղել են միայն նյութական, վնասվել է մեքենայի տանիքը։ Ես մտել էի խանութ, եկա տեսա ընկել է։ Տանիքն է ծռվել, պատռվել, ժեշտ է։ Մեքենան ապահովագրվել է Ինգո Արմենիա ապահովագրական ընկերությունում։ 10 րոպե անց աշխատակիցները եղան դեպքի վայրում։ Ընկերության վթարային փորձագետ Արմեն Խաչատրյանը նշեց, որ պայմանագրում ֆորս-մաժորային դեպքերին անդրադարձող կետ նախատեսված չէ։ Հետևաբար ընկերությունը չի կարող փոխհատուցել վնասը։ Վանաձոր համայնքի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի պետ Տիգրան Պապանյանը նշեց, որ վնասը պարտավոր եւ պատրաստ է փոխհատուցել տարածքի վարձակալ Եվրոստուդիո սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։ Քաղաքապետարանը որևէ խնդիր չունի, անելիք չունի, որովհետև դա օրենքով սահմանված կարգով տրվել է Եվրոստուդիո, ուրեմն ՍՊ-ին, եւ որքան տեղյակ եմ, նրա տնօրենը, ուրեմն Ռաֆայել Գալստյան, պատրաստ է, եթե կարիք կլինի, փոխհատուցելու քաղաքապետարանի հետագա քայլը կլինի, որ վաղը մենք քաղաքապետի գրությունը կուղարկենք բոլոր այդ գովազդային վահանակներ ունեցող կազմակերպություններին մեկ անգամ եւս ստուգել ամրությունը, որակը ամրացման, որպեսզի հետագայում նման խնդիրներ չլինեն։ Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի շարքային Աննա Ավալյանը նշեց, որ գրանցվել են խոտածածկ տարածքների հրդեհներ։ Լեռնանցք համայնքում էլեկտրեսյան վնասման 2 դեպք է գրանցվել։ Համայնքներում կոնկրետ Մեծավան գյուղում թիվ 1 դպրոցի ճաշարանի տանիքներ քամին քշել, մոտ 50 քառակուսի մետր։ Վանաձոր քաղաքում շատ էին ահազանգերը շենքերից, տանիքները ուժեղ քամու հետևանքով վնասվել էին, պոկվել էին թիթեղյա կառուցատարերը, ընկնելու վնաս կար։ Փոխանցվել է համատիրությունները զբաղվել են այդ խնդիրներով։ Տիգրան Մեծ փողոցում եղևնի էր ընկել, կոմունալ տնտեսության աշխատակիցները ծառամասնատելով հեռացրել բացել են ճանապարհը։ Հերմինե Այվազյան, Հրայր Հակոբյան, Ելենա Սաքանյան, Կամոծատուրյան, Լոռի հեռուստաընկերություն։ Ինչ անել, երբ մահը թակում է դուռդ, իսկ դու վարձով ես ապրում։ Գերակա հանրային շահը գերակա էլ մնում է անգամ մարդկային ու բարոյական չափանիշներն անտեսելով։ Այսօր կառավարության մուտքի մոտ հավաքվածների բողոքին եւ մի շարք կարևորագույն այլ իրադարձությունների անդրադարձել են Ամեկ+-ի մեր գործընկերները։ Գերակա հանրային շահն այս մարդկանց զրկել է ոչ միայն տներից։ Կենտրոնի նախկին բնակիչներն այսօր կառավարության շենքի մոտ բարձրաձայնում էին, որ չգիտեն ինչ անել, երբ մահը թակում է իրենց դուռը։ Քանի որ վարձով են ապրում, տանտերը չի թողնում, ասում է իմ տնից դուրս չգա։ Մարդու աճումը դուրս չգա։ Հիմա այս մարդը որտեղ անի, այն եկեղեցում, որ դնում են, ընդեղ թանգա չեն կարողանում, տանից անել չեն կարողանում վարձով, ինչ անեն։ 90 տարեկան կին է, 7 տարի նա ապրում է վարձով։ Նա սպասում է, երազում է, որ պետք է իր բնակարանում գոնե մի 10 օր ապրի։ Գալիս է տանտերը, ասում է, գիտեք ինչ, վախենում եմ, դուք գնացեք, ես չեմ ուզում իմ տանից մեռել հանել։ Փետրվարի 4-ին Գայանե Բալագյոզյանին ընդունել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նա վարչապետին էր ներկայացրել Glendale Hills ընկերության հետ առնչվող բնակարանային խնդիրը։ Ինքը խոստվեց անձամբ ինքը զբաղվել, բայց ես 2 օր առաջ զանգեցի, դեռ ոչ մի որոշակի պատասխան չկար։ Ինձ իմ կենտրոնի 400 մետր հողի փոխարեն առաջարկում են Glendale Hills-ում գաջած ու ցեմենտի հատակով բնակարան, բայց պայմանագրով նախատեսած է ռեմոնտ արած բնակարան։ Ես համաձայն եմ, դա էլ արժան չեն տեսնում,
Ինչա մնում է գանք, հա, նստածույց հայտարարենք կամ փողոց ամեն անգամ փակենք։ Կառավարության շենքի մոտ էին նաև հաշմանդամություն ունեցող օդաչուները, թոշակները հատկացնելու պահանջով։ Այս հարցով նրանք հանդիպել են նաև արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանի հետ։ Բոլորը ընդունում են, որ հա ձեր օրենքները խախտված է, որ էսա, որ այնա, վերջի պատասխանը լավ նոր, որ գիտեք ոնց է, դա մեր ուժից վեր է։ Այսօր էլ կառավարությունից ոչ ոք չընդունեց նրանց։ Ռուս-թուրքական լարված հարաբերությունների ֆոնին Թուրքիան կփորձի ներգրավվածություն ունենալ Արցախյան հարցում, կարծում է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։ Այս պարագայում ինչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը։ Քաղաքագետը նշում է. Հայաստանը պիտի փորձի աշխատել եւ արևմտյան իր գործընկերների հետ, եւ Ռուսաստանի հետ, եւ այն, որ Էրդոգանի կեցվածքը իսկապես զայրույթ է վերում նույնիսկ իր մոտ գործընկերների շարքերում նույնպես կարա ազդի նրան, որ մենք կարանք ստանանք աջակցություն այդ եվրոպական եւ արևմտյան գործընկերներից փորձելով կանխել Թուրքիայի ներգրավվածություն որևէ ձևով Արցախյան հիմնարարցի շուրջ ռազմաքաղաքական գործընթացների։ Ինչու իշխանությունը որոշեց համագործակցել հատկապես Դաշնակցության հետ, թեպետ այդ ուղղությամբ բանակցություններ էին տարվում նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ։ Ազգային ժողովի հանրապետական խմբակցության падգամավոր Գագիկ Մինասյանը պարզաբանում է, Դաշնակցությունն է հենց այն քաղաքական ուժը, որի հետ ծառացած խնդիրների լուծման հեռանկարներ են տեսնում։ Այն խնդիրները, որոնք մենք փորձում ենք լուծել Հայ-Աղափական Դաշնակցության հետ եւ իսկապես դա բխում է հենց այն թեմայից, որը մենք հիմա քննարկում ենք, դրանք տևական ժամանակ պահանջող ջանքեր են իրենցից ընդհանրում, դրանք բխում են նոր սահմանության կյանքի կոչելու հրամայականից եւ այդ տեսակետից ես ընդհանրում եմ, որ մեր համագործակցությունը Դաշնակցության հետ կլինի երկարատև։ Ազգային ինքնորոշում միավորումը կրկին կոչ է անում փետրվարի 18-ը ազդարարել ազատության օր։ Այսօր Հանրապետության հրապարակում հավաքված այմականները հիշեցրին, որ 1921 թվականի փետրվարի 18-ին հայ մարդիկ ապստամբեցին կոմունիստական բռնապետության դեմ եւ ազատագրեցին Երևանը, թեև դրան դեմ էին նաեւ դաշնակցականները։ ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի նախագահ Արկադի Վարդանյանը նաեւ պարզաբանել է, ինչու բացօթյա ասուլիսին չի մասնակցում Պարուր Հայրիկյանը։ Հայրիկյանը այսօր ֆիզիկապես մեր հետ չէ, բայց բնական նոր ասացի, հոգեպես մեր հետ է։ Հայրիկյանը այսօր չէ, մեկնել է Միացյալ Նահանգներ իր գրքի շնորհանդեսի մասնակցելու համար, այնտեղ տպագրվել է եւ հրատարակվել է Հայրիկյանի գիրքը, ուստի այսօր չի կարող մեր հետ ֆիզիկապես ներկա լինել։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի մոտ, որը երեկ երեկոյան զարկերակային բարձր ճնշման պատճառով տեղափոխվել էր հիվանդանոց, կաթվածի նախանշաններ չեն հայտնաբերվել։ Այս մասին Ազատություն TV-ի մեր գործընկերներն են պատմում։ Զարկերակային բարձր ճնշման պատճառով երեկ երեկոյան հիվանդանոց տեղափոխված ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի մոտ կաթվածի նախանշաններ չեն հայտնաբերվել։ Վերջինս սակայն շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում։ Ազգային ժողովի լրատվական վարչության պետ Արսեն Բաբայանի խոսքով Սահակյանի ինքնազգացողությունը լավ է։ Քայլում է, խոսում է, հումորներ է անում։ Բաբայանի փոխանցմամբ 67-ամյա խորհրդարանի ղեկավարի ինքնազգացողությունը վատացել է երեկ երեկոյան, որոշել են հետազոտել։ Հետազոտությունները անցնելուց հետո նկատվել է ճնշման կտրուկ տատանում, որից հետո նշանակվում են լրացուցիչ հետազոտություններ եւ այսինքն ախտորոշվել է արյան շրջանառության անցողիկ խախտում։ Սահակյանի բժիշկը կարճ խոսեց առողջական վիճակի մասին։ Հարցազրույցից առաջ ԱԺ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը բժիշկին հորդորեց չմանրամասնել ախտորոշման արդյունքները, պատճառաբանելով, թե դրանց հրապարակումն արգելված է։ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հիմա գտնվում է նորմալ վիճակում, ամեն ինչ նորմալ է, հետազոտությունների արդյունքները նորմալ են, ստանում է դեղորայքային բուժում, այդքանը։ Քանի օր երբ որ կավարտվի դեղորայքային բուժում, այսօր հաստատ կմնա հիվանդանոցում։ ԱԺ նախագահին տեսակցելու էին եկել նաև նրա երկու տեղակալները՝ Էդուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանը։ Նորմալ է, փառք ապակինվում է պարոն Սահակյանը, հուսով ենք շուտով կապակինվի եւ կվերադառնա աշխատանքի բնականon։ Ճնշումը չի իջնում, պարոն Շարմազանով։ Ով ասում։ Բժիշկներն էին ասում։ Չէ, գնալով դեպի նորմալ է գնում։ Ինչ կարծում եմ, որ շատ առանձնապես անհանգստանալու բան չկա, բժիշկների հսկողության տակ է, երևի գարունը իր ազդեցությունը թողել է եւ հուսով եմ, որ շատ շուտ կապակինվի։ Խոսեց ձեզ հետ, այո։ Այո, իհարկե։ Իսկ ճնշումը ինչպես է ասում, ճնշումը չի իջնում։ Բայց ձեզ թվում է, որ
այն բաներից դուրս եկա, բժիշկ եմ աշխատում հիմա։ Չէ, դե իր հետ գուցե Լավ էր, լավ։ Միջազգային մեկ լուր Թուրքիայի մայրաքաղաkan Կարայում 3 երեկոյան տեղի ունեցած հուժկու պայթյունի հետևանքով ըստ վերջին տվյալների մահացել է 28, վնասվածքներ ստացել առնվազն 60 մարդ։ Պայթյունի պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել։ Տարվա առաջին ընդլայնված ժողովը մեկնարկել է նախագահությամբ գերաշնորհ Տեր Սեպու arczepiskopos Շուլջանի, քննարկված թեմաների մասին է պատմում հաջորդ տեսանյութը։ Օրերս Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանից Մայր եկեղեցում օրհնությամբ թեմակալ առաջնորդ բարձրաշնորհ Տեսեբու arczepiskopos Շուլջանի հրավիրվել էր Գուգարած թեմի հոգևորական ազդասը կատարելու միասնական աղոթք կարևակալի ժամերգություն։ Ժամերգության ընդհանրական աղոթքից հետո Սրբազան հոր նախագահությամբ եկեղեցու դահլիճում տեղի ունեցավ թեմական տարվա առաջին ընդլայնված ժողովը։ Բացման խոսքում թեմակալ Սրբազան առաջնորդը իր աղոթական գոհությունը հայտնեց առ Աստված մեծ պահքի ընթացքում Տիրոջ առատ ողորմության համար այս միասնական աղոթքի հավաքի առիթով եւ հորդորեց պահքի պնդությամբ ու հոգևոր տոկունությամբ լցվել քահանայական հովվական ծառայությանը մեր ժողովրդի համար այս դժվարագույն ժամանակաշրջանում։ Ապա ներկայացրեց օրակարգը եւ ընթերցվեց նախորդ ժողովների արձանագրությունները եւ տրված հանձնարարությունները։ Ներկայացվեց տխերի քարոզչական ու ֆինանսական վիճակը եւ տրվեց նոր հանձնարարություններ առաջիկա կիսամյակի համար, հատկապես սուբզակին ընթരാճ սոցիալական եւ քարոզչական ծրագրերի շուրջ։ Ապա Տեր Վահան Քահանազարյանը ներկայացրեց զեկույց մեծ պահքին վերաբերող եկեղեցական արարողությունների առանձնահատկությունների վերաբերյալ հստացան առաջնորդի հանձնարարականները ըստ տարածաշրջանային առանձնահատկությունների։ Այնուհետև ժողովականները ներկայացրին զեկույցներ Սուրբ Ծննդյան տոների իրենց կատարած ծառայությունների մասին, մասնավորաբար լսեցին Ստեփանավանի եւ Հաղպատի տարածաշրջանների նորանշանակ հովիվների, Տեր Ղազարի եւ Հայր Գառնիկի զեկույցները համայնքներում ծառացած խնդիրների շուրջ։ Ժողովը փակվեց Սրբազան հոր քաջալերական աղոթքով եւ հորդորներով։ Դիվան Գուգարած թեմի։ Թողարկման ավարտին մարզական մեկ լուր։ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է մոտ 200 օր։ Ուղեգրերի կեսից ավելին արդեն խաղարկվել են։ Հայաստանն այս պահին ունի 11 ուղեգիր եւ այս ցուցանիշով 75-րդ տեղում է ՄՕԿ-ի անդամ երկրների ցանկում։ Հայ մարզիկների նվաճած ուղեգրերը կարող են ավելանալ առաջիկա ամիսներին կայանալիք վարկանիշային մրցաշարերում։ Ներկայումս օլիմպիական խաղերի ուղեգիր ունեն 152 երկրների ներկայացուցիչներ։ Առաջին տեղում է Բրազիլիան։ Հայաստանի հարևան երկրներից լավագույն ցուցանիշն այս պահին ունի Թուրքիան 40 ուղեգիր, որին հաջորդում են 33-ական ուղեգիր ունեցող Ադրբեջանը եւ Իրանը։ Վրաստանն ունի 14 ուղեգիր։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Ես հրաժեշտ եմ տալիս ձեզ, մնացեք բարյավ։